Բարև հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խալաթյան, տեսեք, ինչ-ինչ քաղաքական ուժերը իրավունք ունեն եւ այստեղ իրավաչափության հարց սահմանադրական դատարան դիմելու, ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ հայտարարելու մասին ես նույնիսկ չեմ էլ քննարկում, բայց ինչներ անձամբ ինձ համար տարօրինակ, որ սահմանադրական դատարանը որոշեց 7 քաղաքական ուժ, ընդ որում դրանցից մեկը առնվազն են 6-ի դեմը միավորել մեկ վարույթում եւ 2 շաբաթվա ընթացքում այդ վարույթը քննել ու կայացնել վճիռ։ Ըստ ձեզ արդյունավետության տեսանկյունից որքանով է ճիշտ սահմանադրական դատարանի որոշումը, չեմ քննարկում սահմանադրական դատարանը ճիշտ է թե չէ, բայց արդյունավետությունը ինչքանով։ Ընդհանրապես հայտնի դատավարական ինստիտուտ է, հայցադիմումների կամ դիմումների միացման ինստիտուտը եւ այստեղ եթե դե ֆակտո մենք ունենք հակադիր մրցակից կամ հակառակորդ քաղաքական ուժեր ընտրական process-ի արդյունքում կամ ընթացքում, ապա այս պարագայում պատասխանողը ըստ էության միևնույն սուբյեկտն է, այսինքն դա կենտրոնական ընտրական հանձնաժողովն է եւ ըստ էության այդ ընտրական վեճի օբյեկտը եւս նույնն է եւ կամա թե ակամա այդ քաղաքական ուժերը, որոնք որ ընտրապայքարի ընթացքում կատաղի հակառակորդներ էին, առնվազն դրանցից մեկը մնացածի դեմ, խոսքը հանրապետության կուսակցության մասին է, ապա այստեղ ընտրական այս գործընթացի ավարտից հետո սահմանադրական դատարանում նրանք մեկ կողմում են հայտնվում եւ ունեն ըստ էության տարբեր հիմքերով, բայց միևնույն հարցի վերաբերյալ դիմում եւ հաշվի առնելով, որ սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով այս վարույթը ունի հստակ ժամկետային սահմանափակում, բնականon է, որ սահմանադրական դատարանը գործի արդյունավետությունը, արագությունը, նաեւ բազմակողմանի լրիվ եւ օբյեկտիվ ապացույցների հետազոտման նպատակադրմամբ դրանք միավորել է մեկ վարույթում, այսինքն այստեղ թերևս այլ կարծիք լինել չէր կարող։ Տեսեք, 7 քաղաքական ուժներ ըստ էության պիտի ներկայացնեն իրենց փաստարկները, հա, ապացույցները, եթե ունեն եւ այլն։ Եվ ենթադրում եմ ամենայնպես նախադեպներից եմ ասում, ներկայացուցիչները մեկը չեն լինել, հա, ամեն քաղաքական ուժ ունի 2-3 ներկայացուցիչ, որոնք տարբեր տեսանկյուններից են, այսպես մեկը իրավական, մեկը քաղաքական, մյուսը չգիտեմ, տնտեսական, պայմանական եմ ասում։ Եվ այնպիսի գոնե ինձ մոտ մտավախություն կա, որ սա ամեն ինչ վերածվել է շուտ ասելուկի։ Կա այդպիսի մտավախություն, որովհետև նախ տեսեք, իրականում մի քանի հանգամանք կա, որոնք որ սահմանադրական դատարան ներկայացված դիմումների մեծամասնությունը դարձնում են այսպես ասենք իրավական ֆիկցիա, հա, մենք ունենք քաղաքական ուժեր, որոնք տակավին չհերկված ապացույցերով բավականին ծանրակշիռ դեռ մի կողմ թողնենք հանրության մեջ, այսպես ասենք արմատավորված կարծիքը նրանց գործունեության վերաբերյալ ընտրություններից շատ առաջ եւ ընտրական գործընթացի ընթացքում, իսկ Հայաստանը փոքր երկիր է, ինչպես կասեր դասականը եւ դա էլ ասենք այսպես բան չի, ասեղ չէ, որ պարկում թաքցնես, ընտրակաշարք է բաժանել, դիմել են զարտուղի միջոցների, դրսից ինքնաթիռներով կոմպակտ այսպես ընտրական զանգված են ապահովել եւ այլն եւ ահա այդ ուժերը, որոնց ընդհանրապես ընտրական գործընթացին մասնակցելու լեգիտիմության վերաբերյալ ես խորը վերապահումներ եմ ունեցել եւ ունեմ եւ նաեւ իմ դեղատոմսն եմ առաջարկել, որ այդ քաղաքական ուժերի նախընթաց եւ ընտրական process-ում ծավալած գործունեությունը լիուլի բավարար է, որպեսզի ազգային ժողովը կամ կառավարությունը դիմեն սահմանադրական դատարան այդ կուսակցությունների գործունեությունը արգելելու դիմումով, ահա այս քաղաքական ուժերը կարծես չէ, իշխանության այդ մոտեցման արդյունքում գերլիբերալ ճակերտավոր ստացել են լեգիտիմ քաղաքական համակարգի լեգիտիմ խաղացողի կարգավիճակ, եւ ստվում են այդ լեգիտիմ խաղացողի կարգավիճակից ածանցվող այդ գործիքակազմից, որը սահմանադրությամբ նախատեսված է։ Ձեր ասած լիբերալ մոտեցման պատճառը ո՞րն է, այն որ իշխանությունը այսպես թե այնպես ծրագիր մինիմումը ապահովել է, այսինքն ունի որակական մեծամասնություն, թե այնուհանդերձ, այսպես չգիտեմ, քաղաքական իմաստով ինչ որ վախեր կան, որ
կրկնուտեր ընտրությունների կամ ասենք նոր ընտրությունների արդյունքում կարող է այլ արդյունք գրանցել։ Երկու շերտ կա այս հարցի մեջ եւ երկու պատճառ գուցե իշխանության այս վարկաբանության, մեկը աշխարհայացքային է։ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունը գործող քաղաքական թիմը իշխանության եկավ ընտրական գործընթացի ձևախեղումը վերացնելու, ընտրական գործընթացում ապօրինությունների էջը փակելու, նախորդ բռնապետական ռեժիմից ամեն ինչով տարբերվելու այդ մղումով, եւ հիմա կարծես այդ բարձր նշաձողը դնելով իշխանությունը վախենում է որևէ քայլ անել, որը կարող է ինչ որ սոցիալական սեգմենտի, էլ չենք ասում միջազգային դերակատարների մոտ դույզնինչ այսպես զուգահեռներ անցկացնելու պատրվակ ստեղծել նախկինների հետ, այսինքն արգելել, վարչահրամայական մեթոդ կիրառել ընտրական process-ում, այս իշխանությունը տոտալ մերժում է միջամտությունը այն աստիճան, որ հակառակ էֆեկտը կարող է ունենալ, օրինակ, որ գոնե ընտրությունները հաստատապես իշխանությունների քաղաքական մեծամասնության ձևավորման մասով լեգիտիմ են եղել, բայց ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմության մասով մենք ընտրությունների որակի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունենք, բայց այդ աշխարհայացքային մոտեցումը եւ թերևս այսպես վախը որևէ կերպ ժողովրդի մոտ թեկուզ հակառակորդների տեղեկատվական մանիպուլյացիաների արդյունքում ժողովրդի մոտ վերածնել նախկին այդ պատկերները, նախկին քաղաքական էլիտայի կառավարման, սա մի արգելակն է։ Երկրորդ արգելակը իհարկե Ռուսաստանի գործոնն է, որտեղ ակնհայտ է, որ այդ քաղաքական ուժերը վայելում են Ռուսաստանի սքող կամ բացահայտ գնալով ավելի բացահայտ դարձող ուրեմն աջակցությունը եւ այդ ուժերի, այսպես ասենք, քաղաքական գործունեության էջը փակելը նշանակում է, այսպես ասենք, կրտել Ռուսաստանի, եթե կուզեք այսպես արտահայտվեմ, Հայաստանի վրա ներազդեցության մի շատ լուրջ գործիքակազմ, քաղաքական դաշտից փաստացի մեկուսացնել Ռուսաստանին։ Այդ վատ է։ Դա լավ է, բայց կա նաև վախ Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունից եւ դրան դիմակայելու գուցե ներուժից, այսինքն կա արդյոք այդ ներուժը թե ոչ։ Եվ սա բերում է կներեք, էլի պարոն Խալացյան, տեսեք, Ռուսաստանը ըստ էության արգելել է Հայաստանից գրեթե ամեն ինչի արտահանումը։ Ավելին, Ռուսաստանը ըստ էության արգելել է վերարտահանումը իր տարածքով հայկական ապրանքների որևէ այլ երկիր, ասենք մենք Ռուսաստանով չենք կարող նույն Ծիրանը տանել, ասենք Ղազախստանը, պայմանական եմ ասում։ Հիմա դրանից ավել ինչ պիտի անի Ռուսաստանը, ինչ պիտի աներ Ռուսաստանը, գազը պիտի թանկացնի, այլա վախացնում են։ Ես ասել լիովին համաձայն եմ, համենայն դեպս ասեմ, սա իշխանությունների թերևս վարկաբանության պատկերը ես ներկայացրեցի նախքան իրավիճակի գնալով ավելի այսպես սրվելը եւ արդեն բաց քարտերով Ռուսաստանի հանդես գալը։ Հիմա ես կարծում եմ, որ արդեն իշխանությունը պետք է մի կողմ դնի այդ բոլոր իր վախերը եւ գոնե Ռուսաստանի մասով հստակ պատկերացնի, որ մենք գործ ունենք այստեղ համապատասխան քաղաքական ուժերի պարագայում ոչ միայն ընտրական հանցագործների, այլև նորորյա Ավիս Նուրիջանյանների կամ Սարգիս Կասյանների հետ եւ պատահական չէ, որ իրենց հայտնի Արսեն առաջնորդը Ամիրյանին չմոռանանք, դա մի առանձին թեմա է իհարկե, եւ պատահական չեմ համարում նաեւ այս զուգամիտումը այս անվանափոխության 26 կոմիսար, ինչ պակաս 26 կոմիսար են, նրանցից մեկը ընդ որում, որը որ տնային կալանքի մեջ է, Սամվել Կարապետյանը։ Ինչ ես այդ բանը այնքան էլ համաձայն չեմ, որովհետև տեսեք, Ստեփան Շահումյանին որևէ մեկը ոչ կապել է, ոչ էլ մտքով է անցնում, որ կարելի է կապնել Ստեփան Շահումյանին, այսպես։ Մի հատ թեզ է պատտվում, մի հատ թեզ այսօր սկսեց պատտվել, որ գիտեք ինչ կա, Ամիրյանի անունը հանեցին, որովհետև Ալիևին, տեսեք, Ալիևին դուր չէր գալիս, որ Ամիրյանի անվան փողոց կա այստեղ, ես չգիտեմ որտեղից գիտեմ, որ իրենք Ալիևին դուր չէր գալի։ Դա երբ չգիտեն ինչ ասեն, այդ է ասում, բայց չէ, այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա, որ տեսեք, արդեն ուղիղ տեքստով, եթե չեմ սխալվում, հենց Սամվել Կարապետյանն էր, որ ասաց պետք է դիմենք Ռուսաստանին։ Ընդ որում կապ չունի, թե ինչպես է փաթեթարվում է դիմելու նպատակը, հա, բայց փաստ է, որ մենք գործ ունենք արտաքին քաղաքական ազդեցության ներքո գործող խմբերի հետ, որոնց այլևս չդիպչելը
իրենց քաղաքական կնքահոր, այսինքն Ռուսաստանի համար որևէ նշանակություն չունի, որովհետև դրված է Հայաստանի վերակողմնորոշումը, ընդ որում վերակողմնորոշումը որպես պատասխան Ռուսաստանի գործողությունների, դա էլ է շատ կարևոր, ինչ օրինակ մեր кейսը տարբերում է վրացականից կամ նույն ուկրաինականից, բայց բոլոր դեպքերում դրված է Հայաստանի արտաքին քաղաքական վերակողմնորոշումը ցանկացած գնով կասեցնելու նպատակ, եւ ես կարծում եմ, որ իշխանությունները այլևս այ իմ նկարագրած գոնե երկրորդ մասով այլևս վախենալու բան չունեն, իսկ առաջին մասով ես խորհուրդ կտամ իշխանություններին իրենց ուրեմն թե իրավաբանական թիմում գոնե բավականին մեծ փոփոխություն կատարել, որովհետև կարծես թե այդ իրավաբանական թիմի երևացող կամ չերևացող մասը ցանկացած իրավական գործիք օգտագործում է, բանը մեջբերում է, որպեսզի քաղաքական իշխանության, այսպես բանը դուխը իրենց այսպես հեղափոխական լեզվով ասած կոտրի եւ ցույց տա, որ որևէ գործողություն անելը հղի է ինչ որ իրավական վատ հետևանքներով, այնինչ սա մեր սահմանադրությունը եւ օրենսդրությունը հստակ կանոնակարգումներ են սա նախատեսում, օրինակ ընտրական գործընթացը սահմանադրական կարգի տապալման ուղղող ուրեմն քաղաքական ուժերի դեմ։ Հիմա այս օրինակ բերեմ, եթե դեմ չեք, տեսեք 3 օր առաջ, եթե չեմ սխալվում, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ իր ունեցած տեղեկատվությամբ, ընդ որում այդ տեղեկատվությունը ես էլ ունեմ, մի քիչ ավելի հեռվից կամ պարոն Ռուբինյանը բնականաբար, իշխանությունները սահմանադրական դատարան դիմելու մտադրություն չունեն, այսինքն ընտրությունների արդյունքները բավարարում են այս պահին գոնե։ Այն ինչ որ մենք ունենք, բայց այստեղ տեսեք դուք ասացիք, որ եթե գործող քաղաքական ուժի վերընտրման այս кейսը, հա, մոդայիկ բառ է դառել, այդ кейսը լեգիտիմության խնդիր չունի, լեգիտիմության խնդիր կա ընդդիմության համենայնիվ խորհրդարան անցած ընդդիմության։ Որը պակաս մտահոգիչ չէ։ Հիմա տեսեք, սահմանադրության ու ընտրական օրենսգրքի համաձայն ընտրությունների արդյունքը չեղյալ հայտարարելու համար խախտումները պետք է ունենան որոշիչ ազդեցություն։ Հիմա ընդդիմությունը մասնավորապես 3 ընտրատեղամասի հետ կապված բողոքներ ներկայացրեց, հետո մեկ էլ հասկացան, որ վայ այդ 3 ընտրատեղամասից առնվազն 2-ի պատճառով ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան։ Հիմա էլ արդեն դիմում են, չի ասում են, այդ 3-ը վերականգնը, կենտրոնական նոտական հանձնաժողովը ասեց, իրենք էական ազդեցություն չունեն, դուք եք բողոքում, բողոքել եք, հանել ենք, վերջ չկա։ Հիմա, բայց քաղաքական ուժերից առնվազն 2-ից 7-ից 2-ը, մեկը շատ ավելի հստակ ձևակերպումներով խոսք վերաբերում է հանուն հանրապետությանը, ասում է, եղբայր, այս ընտրությունները չեղարկեք, որովհետև ընդդիմությունը լեգիտիմ չի։ Իշխանության հետ կապված մենք բան չենք ասում, բայց այնտեղ լեգիտիմ չի։ Այսինքն մեր խորհրդարանը դառնում է հակասահմանադրական, այդպես է թե չէ։ Մեծ հաշվով հա, տեսեք, խնդիրը ինչի մեջ է, ցավոք սրտի մեր իշխանությունը քաղաքական համակարգի լեգիտիմությունը չափում է միայն քաղաքական մեծամասնության լեգիտիմությամբ, ինչը սխալ է եւ մեթոդաբանական եւ իրավական, հատկապես խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում, երբ դու չունես խորհրդարանին հակակշիռ նախագահի ինստիտուտ, ժողովրդի կողմից ընտրվող եւ ստացվում որ խորհրդարանն է միակ այսպես ազգընտիր ինստիտուտը, որը որ հիմնված է երկու հենքի վրա, հա, մեկը դա իշխանությունն է, մեծամասնությունը, մեկը ընդդիմությունը, եւ նաեւ իրենց համագործակցության եւ պոզիտիվ գործունեության արդյունքում է, որ ընդհանրապես խորհրդարանը պարլամենտարիզմը կարող է գործել, ավելին ասեմ, կան օրինակի համար դեպքեր, երբ այնպիսի թվակազմ է անհրաժեշտ падգամավորների, որ պարզապես առանց ընդդիմության հետ ինչ որ համագործակցության եզրի դու չես կարող օրինակ ինչ որ պաշտոնյաներ նշանակել, հա, օրինակ նախագահին առաջին փուլով եւ այլն ընտրել եւ այլ, հա։ Եվ ակնհայտ է, որ երբ որ դու ունես անտագոնիզմի վրա հիմնված խորհրդարան, որտեղ որ ուղակի խլամատավորված երկու կողմեր են, այդտեղ քաղաքական մեծամասնության լեգիտիմությունը չի փրկում։ Եվ ընդհանրապես ես որպես մասնագետ, փորձագետ ավելի այսպես վերացարկվում ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայից, լավ, մեր պարլամենտալիզմը կամ ժողովրդավարությունը կարող է այս պայմաններում զարգանալ, երբ ընտրությունից ընտրություն վերարտադրվում է միևնույն պատեռնը, հա, քաղաքական, այսինքն կա քաղաքական մեծամասնություն լեգիտիմ, կա քաղաքական փոքրամասնություն ոչ միայն լեգիտիմության խնդիրներ ունեցող, այլև
ժողովրդավարությանը հակոտնյա հայացքներ ունեցող եւ մենք եւս մի հնգամյակ դատապարտված ենք նայել այս երկու քաղաքական ուժերի, այսպես ասենք, յուրահատուկ շփմանը այդ խորհրդարանում, որի արդյունքում ոչինչ չի ծնվում։ Եվ ավելին ասեմ, օբյեկտիվորեն ցանկացած քաղաքական մեծամասնություն, եթե չունի որակապես անգամ իրենից ուժեղ ընդդիմություն, նա չի կարող ուրեմն օբյեկտիվորեն լճանում է եւ չի կարող այդ բանը ինքնա դիսցիպլինան, կարգապահությունը ապահովել։ Դա նույնն է թե դատարանում չլինի փաստաբան, հա, իմջալոց փաստաբանը զգոն է պահում նաեւ դատավորին։ Եվ պատկերացեք, եթե չլինի փաստաբանի ինստիտուտը, որքան ավելի հեշտ կլինի դատավորին։ Դառը փորձը անձամբ ունեմ։ Այսինքն ես նաեւ որպես փաստաբան եմ ասում։ Այսինքն այս համատեքստում ես համարում եմ, որ այս ընտրությունները Հայաստանի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից գրեթե ոչինչ չեն տալու, հաշվի առնելով նաև աշխարհաքաղաքական այս իրավիճակը, հաշվի առնելով, որ արդեն մենք, գիտեք, մենք քաղաքական մեծամասնության լեգիտիմության փուլը կարող ենք ասել, որ փոքր ինչ բան ենք արել, ավելի էմանսիպացվել ենք, անցել ենք։ Մեզ հիմա պետք է քաղաքական համակարգի լիակատար վերբեռնում, որը առանց խորհրդարանական ընդդիմության լեգիտիմության ապահովման պարզապես հնարավոր չէ։ Եվ հանուն հանրապետության կուսակցության դիմումի երևի թե յուրահատկությունը այն է, որ ինքը փորձում է սահմանադրական դատարանի առաջ բարձրացնել թերևս իրական խնդրեմը։ Այն խնդրեմը, որի հեղինակները այդ մյուս բողոքաբերներն են, որոնք թերևս ես կարծում եմ ավելի շատ դրանով փորձում են պահպանել իրենց լեգիտիմությունը որպես տիտղոսային ընդդիմություն։ Իրենք էլ լավ գիտեն, որ այդտեղ հարց չկա, էլի, բանի քաղաքական մեծամասնության լեգիտիմության։ Ավելին ասեմ, եթե ժողովուրդը քաղաքական մեծամասնությունից ինչ որ, այսպես ասենք, հիասթափություն ունի կամ չիրականացված ակնկալիք, դա այն է, որ այդ խմբավորումները, եթե կուզեք, դեռևս ունեն քաղաքական ընդդիմություն կոչվող ինստիտուտի կարգավիճակ եւ դրանից բխող առանձնաշնորհումներ եւ իրավունքներ, եւ որի պատճառով իրական նոր մեր իրականությանը հարիր եւ համապատասխան ժողովրդավարական փիլիսոփայությամբ ընդդիմադիր ուժեր կամ չեն ծնվում, եղածներն էլ մարգինալանում են, որովհետեւ այդ ֆինանսական ռեսուրսները եւ մարդկային որոշակի ռեսուրսը իրենք օբյեկտիվորեն չունեն, իսկ այդ ընդդիմադիր կոչվող քաղաքական ուժերը 20 տարում դա կուտակել են։ Երկու հարց, այս պահին աշխարհաքաղաքական գործոնը մի պահ, հա, դրանից վերացարկվենք, եկեք գանք իրավական դաշտ, տեսեք, ես ամենայն դեպս ոնց հասկացա ձեր ասածից, ստացվում է, որ մենք առաջիկայում, եթե մնում է խորհրդարանը այն ձևով, որ մենք ունենք, այսինքն մեծամասնությունը մնում է 60 քանի падգամավոր, ընդդիմությունը մնում է այնքան, բան չի փոխվում այդտեղ, մենք առաջիկայում ունենք մի քանի բավական լուրջ ճգնաժամի, այսպես նախանշաններ, այսինքն չի ընտրվում նախագահ, եթե չեմ սխալվում, 1 տարուց է, չէ՞։ Չէ, 3 տարուց։ Հա, 3 տարուց այդ 1 գլխավոր դատախազ։ Կարծես թե այս հարցը լուծվել է, որտեղ 3/5 ունեն։ Չէ, ոնց որ 3/5 որակական, հա, բարգավաճի եթե չի անցնում, հա, բարգավաճի ըստ էության չանցնելը սահմանադրություն փոխելու մասին քաղաքական մեծամասնությունը այս տարբերակում մոռանում է։ Այո։ Հա։ Ու դա ինչի կարող է հանգեցնել։ Տեսեք, սկսենք նրանից, որ Բարգավաճ Հայաստանի շուրջ այս ամբողջ աղմուկը, ես կարծում թելադրված է այն հանգամանքով, որ կար նպատակ, ընդ որում դա էլ է ցույց տալիս, թե որքան խնդրահարույց է այս ընդդիմադիր կոչվող սեգմենտը, որը խորհրդարան է անցել, որտեղ իրենց նպատակը թերևս պետական մեխանիզմի պարալիզացումն է եւ Բարգավաճ Հայաստանի քվեները, ավշուտ մանդատները պետք է որպեսզի սահմանափակեն քաղաքական մեծամասնության քաղաքական որոշումներ կայացնելու հնարավորությունը հենց որքան էլ ուզում ենք վերացարկվենք, այդքան էլ չի ստացվում, հենց աշխարհաքաղաքական ասպեկտից ելնելով սահմանափակել քաղաքական մեծամասնության մանևրի հնարավորությունը եւ առաջնային օրակարգը դա սահմանադրության հարցն է։ Երկրորդ օրակարգը արդեն առանցքային պետական պաշտոնյաների ընտրության գործընթացի վիժեցումն է, որը որ տակավին իրենց չի հաջողվել դա անել, բայց պատկերացրեք, եթե օրինակի համար Բարգավաճ Հայաստանը
ներկայացված լիներ խորհրդանում, դա նշանակում է, որ բարձրագույն պետական պաշտոնյաների կամ բարձր պետական պաշտոնյաների մի ամբողջ խումբ պարզապես չէր կարողանալու ընտրվել։ Գլխավոր դատախազ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2 անդամ, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներ, ԿՀ եւ այլն եւ այլն։ Դա նշանակում է պետական մեքենայի պարալիզացում։ Ճիշտ է, սահմանադիրը դրա համար մի տարբերակ է նախատեսել, ասում է, եթե չեն ընտրվում, նախագահը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարը, բայց պատկերացնում եք, չէ՞, ասենք 5 տարի ինչ որ մեկը ժամանակավոր պաշտոնակատար է։ Նախ համակարգի վերաբերմունք է այդ անձին, նույն օրինակ իրավապահ համակարգում։ Եվ երկրորդը դա նշանակում է, որ առանցքային կարևոր բարեփոխումները պարզապես այդ ժամանակավոր պաշտոնակատարը չի կարողանում, որտեղ նա լիիրավ, անգլերեն ասած fully empowered person չի, եւ սա է իրենց հերրահար նպատակը, որին իրենք հասել են կիսատ պռատ, բայց այս համանadrության խնդիրը ինքը կարող է առաջացնել նաև անվտանգային որոշակի լուրջ խնդիրներ։ Եվ այստեղ տեսեք խնդիրը ինչի մեջ է։ Այո, ես գտնում եմ, որ համանadrության հետ կապված Ադրբեջանի պնդումները մտածածին են։ Այո, ես գտնում եմ, որ համանadrության փոփոխությունը մեր ներքաղաքական օրակարգը դեռ հռչակված 18 թվականից։ Եվ գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշմամբ հարցը անկախության հռչակագրի ու Սահմանադրության հարաբերակցության, այդ թվում այդ հղման համատեքստում Սահմանադրության նախաբանում այդ հարցը լա փակված, բայց տեսեք, եթե մենք ուզում ենք իրավամբ նոր Սահմանադրությամբ խորհրդանշել նաև նոր էջ, որտեղ չկա Սահմանադրության մեջ դրված ականներ, որոնք որ ստեղծում են նաև տարածաշրջանում համակեցության ռիսկեր, ապա այո, պետք է գնալ նոր Սահմանադրության ընդունման։ Այդ թվում նրա համար, որ չի կարող ոչ լեգիտիմ Սահմանադրություն լինել լեգիտիմ իշխանության եւ հետ հեղափոխական Հայաստանում։ Բայց այդտեղ որ չի ստացվելու։ Ես մի բան հասկանալ, հենց այդ եմ ասում։ Լավ, դուք ասում եք ISSS պատճառներով պետք է անել ինչ որ SSS քայլերը։ Քանի դեռ մենք ունենք խորհրդարանում այն պատկերը, որը կա, այդ հարցերից որևէ մեկը նույնիսկ տեսականորեն լուծման հնարավորություն չունի։ Հիմա ես իմիջիալուց այս իրավիճակը, որ հիմա ստեղծվելու է դեռ գալիք խորհրդարանում, շատ հարև նման է Երևանի ավականու պատմությանը։ Երբ երկու ընդդիմադիր պայմանական եմ ասում, ընդդիմադիր պատգամավորից է կախված, բյուջե կընդունվի թե չի ընդունվի, քաղաքապետ կընտրվի թե չէ։ Եվ քաղաքական համակեցության որակը նաև։ Հա, բնականաբար։ Այսինքն մենք այս նույն բանը ունենալու ենք այնտեղ մի տարբերությամբ, որ այստեղ, ասես պուլսի վրա, այդ զարկերակի վրա մատը պահել է Ռուսաստանի Դաշնությունը։ Որտեղ ասում եմ, ես քեզ թույլ կտամ այս անել, այս բանը թույլ չեմ տա անել խորհրդարանի մակարդակով։ Ճիշտ է։ Հենց դա եւ իրավիճակը կարող էր ավելի վատ լինել, եթե իշխանությունը օրինակ չունենար որակյալ մեծամասնություն 3/5, այլ ունենար բացարձակ մեծամասնություն։ Ես ասում, դա այսպես ասենք կոլապսի տանող ուղի կլիներ։ Թեպետ հիմա էլ այնպես չէ, որ ամեն ինչ լուծված է, բայց գոնե ֆորմալ իմաստով այդ 3/5-ը կա։ Այստեղ մնում է միակ դեղատոմսը, կրկին պետք է հիշեցնեմ, Սահմանադրական դատարան դիմել ուղղակի այդ կուսակցությունները արգելելու համար եւ դրանից հետո գնալ արտահերթ ընտրությունների։ Չէ, կուսակցությունները արգելելու։ Կառավարությունը կամ ազգային ժողովը դիմում է ուժեղ Հայաստան, Հայ հեղափոխական դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցությունների գործունեությունը արգելելու եւ նրանց հարկադիր լուծարման տանելու դիմումով, հաշվի առնելով եւ ընտրական process-ում տեղի ունեցածը, որը ոչ այլ ինչ կան Սահմանադրական կարգի։ Լավ, ենթադրենք արգելվեց, հետո ինչ է լինի։ Դրանից հետո գնում է արտահերթ ընտրությունների եւ արդեն ժողովրդավարական ընդդիմության ճանապարհը բաց է։ Եվ ընդ որում սա ոչ թե հակաժողովրդավարական գործունեության կոչ է, այլ ուղղակի փաստերի համադրում։ Տեսեք, այդ սրբազան կոչված շարժումը, դրանից հետո հայտնի կալանավորումները, Սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման փորձը նույն այսպես ասենք բաներն են, ֆիգուրանտներն են։ Դրանից հետո գալիս է ընտրական process-ը, ընտրակաշարքի տոտալ բաժանում, ընդդիմության ուրեմն այսպես ասենք ուզուրպացիա, եթե կուզեք ընդհանուր առմամբ ընտրությունների արդյունքների ձևախեղում, Սահմանադրական կարգի տապալման ուղղված գործունեությունը, քարոզ միութենական պետության միանալու անկախության դելեգիտիմացման ամբողջովին տեղավորվում է Սահմանադրության այն նորմի շրջանակներում, որ ասում է Սահմանադրական կարգի տապալման քարոզ եւ գործունեություն իրականացնող քաղաքական ուժեր կարող են արգելվել Սահմանադրական դատարանի որոշմամբ ազգային ժողովի կամ կառավարության դիմումի հիման վրա։ Հիմա տեսեք, ընդդիմությունը հենց այդ նույն փաստարկները երբ բերում ես,
ասում Հայաստանում սկսվել է գործընթաց, որը տանում է տոտալիտարիզմի, ավտորիտարիզմից գնում ենք արդեն դեպի տոտալիտարիզմ, ընդ որում Դեպս պետք է ասեն, բա։ Հա, հիմա տեսեք, երբ դուք ասում եք միութենական պետության միանալու կոչերը դրանք հակասահմանարական, ես ինքս էլ գիտեմ, որ դրանք հակասահման, բայց դրանց ասենք 3-4 տարի առաջ այս օրինակ էս վերջերս էլի են բերել։ Երևանի կենտրոնում հավաք են անում Հայկ Բաբուխանյանը, չգիտեմ, հերթով չթվարկեմ էլի։ Հա, հավաք են անում, ասում են միութենական պետությանը միանալը, կենսական արհեստությունն է պետք է եւ էս այնա, որևէ ուշադրություն այդ թեմայով չկա, ինչ որ մեկը այստեղ ասում է միութենական պետություն, վզին խփելով տանում են բանտ։ Ասում է, այ տեսեք, ասում է, այ որ այն դեպքում չարեցիք, այս դեպքում անում եք, սա քաղաքական հետապնդում հակառակ դեպքում այն դեպքում էլ կանեիք։ Դե ընդհանրապես միասնական պրակտիկայի խնդիրը դա լուրջ հարց է։ Ըստ էության մենք տեսանք, որ Վարդան Ղուկասյանին վերցրին եւ արդարացրին։ Միութենական պետության քարոզը դիտարկելով գործը կարճեցին, եթե չեմ սխալվում, հենց դա դիտարկելով խոսքի ազատության շրջանակներում։ Դե դա արդեն կներեք քննչական մարմիններին եւ դատարաններին պետք է ուղղել այդ հարցը, թե այդ անհասկանալի զիգզագաձև իրավական պրակտիկան ունի ինչ որ բացատրություն, լատենտ թե բացահայտ, թե ինչով է իրավագիտակցության խնդրով, հայրենասիրության պակասի, պետականամետության պակասի, ոչ թե պետական ապարատի հետ գործ ունենք, պետական ապարատը իրեն ուղված մարտահրավերը չի կարողանում հաղթարել, իրեն նետած ձեռնոցը չի կարողանում բարձրացնել եւ ասի եղբայր, այդ պատկերացրեք Իսրայելում կամ Գերմանիայում, հատկապես Իսրայելն եմ ուզում մատնանշել որպես մեզ հետ համադրելի որոշակի պայմաններում պետություն, որ մեկը ասենք կասկածի տակ դնի Իսրայելի գոյության լեգիտիմությունը Իսրայելի ներսում որևէ քաղաքական ուժ եւ ասի, որ պետք է դառնալ կրկին Բրիտանիայի մանդատի ներքո Ես վախենում եմ այդ մարդու ապագան։ Ահա, եւ այո, եւ հենց ամբողջ խնդիրը նա է, որ մենք այսօր այդ քաղաքական ուժերին ոչ իրավական գնահատական ենք տվել ազգային ժողովով, ոչ իրավական ինստիտուցիոնալ գործընթացներ ենք նախաձեռնել, ստացվում է, որ մենք այդ ուժերին տալիս ենք քաղաքական եւ իրավական լեգիտիմություն։ Դե դրանք էլ պետք է ուրեմն ասեն, որ եթե չկա այն հենմանկետը եւ սկզբունքը, թե ի վերջո որն է որտեղ է սկսվում ժողովրդավարությունը եւ որտեղ է սկսվում հակապետական գործունեությունը եւ այդ պարագայում երբ չկան այդ իզմերը, եթե կուզեք սկզբունքները, հա, արտակուստ նաև կարող է օրինակ վաղ մի քրեական, օրինակ ստեղծվի, չգիտեմ, ինչ որ մի կուսակցություն, որը օրինակ ներկայացնի քրեական ենթամշակույթը, ասենք ենթադրենք քրեական հեղինակություններին։ Եթե դու որևէ կերպ չես սահմանում, որ նման քաղաքական ուժ չի կարող լինել, վերցնես փակես կամ իրենց թվա որ նման բան ես անում, հա, առերևույթ, եթե այդպես խելագարության կանխավարկածով մոտնանք, բա իհարկե խոսքի ազատության սահմանափակում է, բա քրեական Չեք նկատել, որ Հայաստանի քաղաքական դաշտի 90%-ը շարժվում է հենց այդ կանխավարկածով խելագարությամբ։ Բա հենց այդ ամբողջ խնդիրը դա է, որ երբ օրինակ, տեսեք, իշխող ուժի իմ հարգարժան գործընկերներից շատերը դեռ մինչև ընտրություններ երևի չէին պատկերացնում մասշտաբը նաև արտաքին միջամտության, ասում էին մենք պետք է անսանք մեր ժողովրդի իմաստությանը։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ ժողովուրդը որպես հավաքական կատեգորիա իմաստուն կամ հիմար չի լինում։ Կան սոցիալական շերտեր եւ կա էլիտա, եւ էլիտային է տրված այդ առանձնաշնորհումը եւ պատասխանատվությունը կարգաբերել հասարակությունը, հա, դու չես կարող ժողովրդի հավաքական իմաստությանը անսալ, երբ այնտեղ կան եւ քրեական ենթամշակույթ եւ սոցիալական այլևալ շերտեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է հակոտնյա շահեր ունենալ։ Ի վերջո պետության նշանակությունը հենց դա է, որ պետությունը պետք է հասկանա հանրային շահը որն է եւ դա հրամցնի ժողովրդին, ել չեմ ասում կրթական ֆունկցիան եւ այլն։ Դպրոց, բուհ եւ հա։ Հիմա երբ որ դու ուղղակի պասիվ դիտորդի դեր ես ստանձնում եւ ասում ես դե ժողովուրդը, բա որ հանկարծ իրենց հաջողվեր մի քիչ ավել ընտրակաշար բաժանել, չէ իրոք էլի, եւ ասենք 50+1 լիներ, ինչ էիք անել, թողնելու եք գնայիք։ Սրանից ավել էլ ինչքան։ Դե ասենք ոնց որ իմիջիալոց ընդունեց Սաակաշվիլին, որ ու հորդորում էր մեզ, որ չկրկնեք իմ սխալը, երբ որ ինքը պարզապես ընտրակաշարքի արդյունքում իշխանության բան ընտրություններում ճակերտավոր հաղթած Իվանիշվիլին թողեց ուրեմն բան վարչապետի կամ չեմ հիշում արդեն նախագահի պաշտոնը բա որ ինչ պետք է անենք փաստորեն պետք է ասենք ժողովրդավարությունը հաղթեց որի արդյունքում վերականգնվեց ավտորիտարիզմը հա դա մոտավորապես նման է նրան որ
բան, ասենք Հիտլերին թողնեին երկրորդ համաշխարհայինից հետո, որ իր քիպիլիկ ֆրակցիան ունենար, ասենք Գերմանիայի Բունդեսթագում եւ ասեին, բա հետո ինչ մարդն էլ Այդտեղ այնքան էլ քիպիլիկ չէ, որտեղ ձեր ասած տարբերակով ինքը դառնում էր մեելի մեծամասն։ Էլ չեմ ասում, որ այնպես չէր, որ Հիտլերի սոցիալական բազան շատ ավելի մեծ էր անգամ աշխարհամարտից հետո երկրորդ, եթե համեմատում ենք այս ընդդիմության հետ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։